Իմ էջի տեսանյութերի 99%-ը եւ ավելի իմ նյութերն են, բայց շատ հազվադեպ դեպքեր են պատահում, որ այլ տեղերից, եթե դուրս գալիս է որևէ նյութ տեղափոխում եմ իմ էջ, բայց լինում են, որ չի ստացվում։ Երեկ ուզում էի մի նյութ տեղափոխել, չստացվեց։ Խոսում էր երիտասարդ, վերարտադրեմ նրա ասածը։ Մարդը բավականին հուզված պատմում էր։ Ասում էր դեպքեր են լինում, որ մարդը բավականին երիտասարդ հասակում նույնիսկ չհասած թոշակի տարիքի մահանում է, ընտանիքն էլ այդքան հարուստ չի, և զուտ այդ թաղման ծախսերի համար ընկնում են պարտքերի տակ։ Ասում էր թաղման ծախսերը ամբողջը, հողի տեղ գնելով և այլն, թաղման ծախսեր, ամբողջը 1.200.000 գումար են բառնում, պետությունը աջակցում է, բայց այդ գումարը անչափ քիչ է, մոտ 200.000 է, սրանով նա վերջացրեց իր ասածը, դիմելով պետությանը։ Իմ կողմից նյութը վերնագրում եմ, նորից եկեղեցին, էլի եկեղեցին։ Կարող եմ մտածել, ասել, ինչ կապ ունի այստեղ եկեղեցին։ Արդեն երկար ժամանակ է, երբ եկեղեցին դեմ է, որ Հայաստանում կառուցվեն դիակիզարաններ, կրեմատորիա, ասելով, որ դա քրիստոնեական չի։ Կարծես նրանք բոլորը ապրում են քրիստոնեական կյանքով, դիակիզարանն էլ ոչ քրիստոնեական է։ Երեք տերնդեզ էր։ Եվ նայում եմ, որ տերտերը, միշտ հոգևորական եմ ասում, բայց այս անգամ տերտեր եմ ասելու։ Ջահը ձեռքին վառում է տերնդեզի հեթանոսական կրակը, բայց ասում են, որ կրեմատորիան, դիակիզարանը ոչ քրիստոնեական է։